Ինչ կարևոր է։ Ոնց որ lottery ticket ալնում։ Հա։ Մեծ ստուդիաների հետ սկսանք աշխատելու Paramount Studios, Warner Brothers։ Ձեր հայրն է կանգնած այս ամեն ինչի գլխավերևում։ Պապաս այդ recipe-ն վերցնում է ու ճղում է։ Вообще չել օգտագործում։ Չէ։ Փոքր բաներ են փոփոխվում ու այդ փոքր բաները հետո շատ մեծ էֆեկտ են տալի։ Հայտնի դեմքերը սկսան մտնել հելնել, Dr. Dre, Tupac, Snoop Dogg. This is Snoop Dogg's contract writer for chicken wings from either Hot Wings Cafe on Melrose or Roscoe's Chicken and Waffles on Gower. Մի հատ orders կոնել research կանեք, հա։ Անպայման։ Եթե մի քիչ էսկոմ կամ ենկոմ լինի, ավելավա չանես։ Բրավ։ Տեսակ տարիքս էլ ասեցի։ Շատ քանակով վաճառվող օրը գալիս է հեսա փետրվարի վաղտ Super Bowl։ Hot Wings Cafe-ն ունի ամենահամեղ հավիտ թևիկները։ Պետքա տեսնես քո հաճախորդը ով պիտի լինի, ամենակարևորը։ Երեխաները իդեպ շատ սիրում են այդ կարտոֆիլի free տեսակը, որ կլոր է։ 80 քանի թվից հələ ունենք այդ գործիքը մեր Hollywood խանութում։ Այսը գիտեք որ պահնային որ արդեն հասնում են ու ասում են հիմա ես պիտի իմը անեմ։ Իմ տղեն այսօր գալի կողքս կայնում ու դաժե բաժակները լվանում ա։ Սրանք են հաջողության պտուղները, որոնք որ ժամանակին ցանում են մեր հայրենակիցները օտար երկրում ստեղծելով իրենցը։ Ողջույն ընկերներ, դուք դիտում եք Menu.am-ը, իսկ ես Մերի Մակարյանն եմ։ Դա նշանակում է, որ այսօր եւս ունենալու ենք գեղեցիկ եւ համեղ զրույց։ Ինչու համեղ, որովհետեւ այսօր ներկայացնելու եմ ձեզ Hot Wings Cafe-ն եւ իհարկե խոսելու եմ Ալեն Գաղինջյանի հետ, ով կներկայացնի շատ մանրամասն իրենց պատմությունը եւ թե ուր են հասել, ինչ են անում եւ ինչ են անելու։ Ողջույն Ալեն ջան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք լավ եք։ Շնորհակալ եմ։ Հիմա պիտի ձեզ մի բան ասեմ, ուրեմն Միացյալ Նահանգներում էի մոտավորապես 12-13 տարի առաջ, որպես ուղղակի տուրիստ, այսպես ասած, ու առաջին անգամ ինձ ձեր կաֆեն ուղեկցեց Սուպեր Սաքոն իմ ընկերներից։ Ասեց մի հատ շատ լավ թևիկների տեղ կա, արի քեզ տանեմ փորձիր։ Ընտանիքով գնացինք ու ես այդ օրվանից համարում եմ, որ մեր համայնքում Hot Wings Cafe-ն ունի ամենահամեղ հավիտ թևիկները։ Դա իմ սեփական կարծիքն է, բայց ասեմ, որ շատ եմ փորձել, շատ տեղեր եմ փորձել, պարզապես միայն հավանում եմ դա։ Ու սա ինձ ավելի է պարտավորեցնում, որ ես պիտի զրուցեմ ձեզ հետ հենց բացման մասին, ինչպես է ստեղծվել եւ առհասարակ ինչպես եք պատրաստում այդ համեղ հավիտ թևիկները։ Եվ ոչ միայն Անպայման։ Դուք ծնվել եք այստեղ Միացյալ Նահանգներում։ Burbank-ում, հա։ Los Angeles, Burbank-ում եմ ծնվել։ 90 թիվ եմ։ Ահա։ Եվ ստեմ մեծացել։ Մի հատ քույրիկ ունեմ, մամա, պապա, նորմալ։ Ես ուզում եմ որպեսզի դուք պատմեք, թե որտեղից սկիզբ առավ Hot Wings Cafe-ի պատմությունը, որովհետև գիտեմ, որ ձեր հայրն է կանգնած այս ամեն ինչի գլխավերևում։ Այո, անպայման, ինքն է գլխավորը, ինքն է ստեղծողը։ So առաջ երթին շնորհակալ եմ Super Sacco-ին, որ ձեզ եկավ ու այդ սիրուն introduction-ը արեց, որ մալադեց, thank you Super Sacco. That's very big եւ մենք էլ շատ մեծ Super Sacco-ի fan ենք։ Իհարկե իր հետ եմ հանդիպել before։ Պապաս 56 թիվա Հայաստան Երևանում ա ծնվում, 73 թիվներ գնաց Լեբանան, հետո եկավ Wisconsin-ի մեջով անցավ ու հասավ Los Angeles 80 թվին։ Իր առաջի խանութը որ բացել է, Hot Wings չի եղել։ So պապաս չարաչար աշխատել է, տարբեր գործեր արել։ Wisconsin-ում ինքը ուսում է ստացել, University է գնացել, University of Wisconsin, բայց երկար չի մնացել։ Իր major goal-ը էր, որ պիտի հասներ Los Angeles։ So Los Angeles որ հասնում է, ինքն ու իր uncle-ը բան են բացում, մի հատ Delhi Studio City-ում
կոչվում էր Oasis։ Ինքը երբ որ էդի բացում է իր անկլի հետ, մի երևի մի տարի կես չափ աշխատում են, հետո ծախում են։ Ծախում են այդ խանութը, պապասը սկսում է մի հատ chain-ի համար աշխատի, application-ներ է դնում ու իրան ընդունում են Pioneer Chicken chain-ում։ So it's Pioneer Chicken, շատ հայտնի chain էր վախտին, հետո դարձավ Popeyes այսօրվա օրով։ Pioneer Chicken-ում երբ որ իրան ընդունեցին, սկսավ աշխատելու ու կամած որպես խոհարար այն ժամանակ ոչ, որպես manager։ Աշխատողներին ինքը organizer անում, բերում էր, դնում էր, երբ որ էդի արդեն սկսավ անելու, կամած առաջ տարան իրան, ամենահաջող խանութի մեջ սկսավ ինքը operate անելու, հետո արդեն զգաց, որ you know what, ստե արդեն limit կա։ Այսը գիտեք որ պահնային որ արդեն հասնում են ու ասում են հիմա ես պիտի իմը անեմ։ Պապայիս խոսքերն են դաժե։ Ես հիմա պիտի իմը անեմ ու հելնում է դուրս, բայց նախքան հելնելը ինքը անենց լավ relationship-ներ է ստեղծել, հարաբերություններ է ստեղծել այդ company-ի մեջ, president-ը Pioneer Chicken of operations-ի president-ը անունը լինում է William Gizzi, մեծահասակ մարդ է ալնում։ Anyways, գալիս է ասում է, որ ես այս նվերն եմ տալու, իմ ընկերները մի հատ recipe ունեն, այս recipe-ն ես հանձնելու եմ ձեզ, պապայիս հանձնում է էդի, պապաս էլ Միրան Գաղինջան է անունը, վեկալում է էդի ու պահում է։ Միրան Գաղինջան։ Հա, պապայիս անունը Միրան Գաղինջան է։ Ասում է Միրան ջան, էսի քոնն է, այս հրանով շատ բաներ կարաս անես, կարաս առաջադիմես, ոնց որ lottery ticket է ալնում։ Հա։ Բայց պատմությունը ավելի հետաքրքիր է դառնում։ Ինչպես։ Պապաս այդ recipe-ն վերցնում է ու ճղում է։ Вообще չել օգտագործում։ Չէ։ Որովհետև ինքը մի քիչ հետ կարանք այդանք, երբ որ ինքը եկավ ստե ու սկսավ աշխատելու Pioneer Chicken-ի մեջ սկսավ աշխատելու, հա, vacation արձակուրդի է եթում, այդ արձակուրդի վաղտ եթում է Ֆլորիդայում պատահական արդեն ինքը ոնց որ այդ hot wings-ն է փորձում։ Մի անգամից սիրահարվում է վրան։ Շատ էր սիրել, յանի ոնց որ սեմուշկի պես եթում էր։ So երբ որ հետ եկավ, զգաց որ sense բան չունենք մեր մոտ, вообще չկա։ So սկսավ հետաքրքրվել հետը ու ինքը իր research-ները անել ու փորձեց տեղեր գտնել, որ ծախում էին, ինչ սոսեր էին օգտագործում, ոնց էին անում, էփելու ձևերը ինչ էին։ Ահագին ինքը հետաքրքրվեց հետը ու արդեն հելնելու վախտը եկել էր, արդեն լրիվ concept-ը դրել էր։ Այս Frank-ն ու Teresa-ի concept-ը տարբեր էր at the end of the day։ Բայց ամեն դեպքում շատ մեծ քայլ էր, չէ՞, այդ մարդկանց կողմից։ Իմ պապայի ասածով, այդ William Gizzi-ին իրան ոնց որ տղու պես էր նայում։ Այնքան էր սիրում պապայից, որտեղ պապաս շատ աշխատասեր, շատ խելացի ու շատ բծախնդիր մարդ է։ Երբ որ մի բան անում է, պետքա 100% ճիշտ ձևի անի։ Ու ամենալավը անի։ So եթե մի քիչ էսկոմ կամ ենկոմ լինի, ավելի լավ չանես։ Բրավ։ Բայց հետաքրքիր է նաև, որ ինքը ունենալով այդ բաղադրատոմսը, որ պիտի սարքի, արդեն ոնց որ պատրաստի բիզնես իր համար, պատրաստի կանաչ ճանապարհ, ինքը ճողում է ու ասում է ես իմը պիտի ստեղծեմ։ Էդի պապայի ստայլն է։ Էդ էլ իր ձևն է, ինքը իր ձերքով էր ուսում ստեղծեր։ Մեր հայերը միշտ այդպեսին են, ես գիտեմ, նպատակասլաց, չգիտեմ, շատ ողջունելի է, շատ։ Էդի շատ հետակ, ես շատ եմ իրան հարցրել, բայց եթե վերցներ, ինչ կլներ, ասում է ինչ պիտի լիներ, հենա լավ է։ Դե ինչ պիտի լիներ, պիտի նույնը շարունակվեր, սովորական, պիտի տենց հատուկ առանձին բան չլիներ, իրենը չլիներ, ինչ որ մեկինը ինքը պիտի շարունակեր։ Բայց 100%։ Պապայիս բանը այնա, որ like his first baby before me։
Ես գիտեմ ու շատ եմ այստեղ լսում, որ ասում են, «Էդ իմ երեխան է, ես երեխայի պես եմ փայփայում, պահում, մեծացնում, սեր եմ տալիս, ամեն ինչ ներդրում են մեջը»։ Հետո տալիս են իրենց երեխաներին։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuam.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ 86 թվականին ձեր հայրը ստեղծելով իր սեփական բաղադրատոմսը, Այո, կառուցեց Hot Wings-ը։ Hot Wings Cafe։ Hot Wings Cafe-ն, որտեղ ոչ միայն վաճառում է հավիթևիկներ, մենյուն բազմազան է, բայց ինքը առանձնանում է իր Hot Wings-ով։ Այո, արդեն դա մեր specialty-ն է։ Առաջին location-ը, որ բացեցիք, որտեղ էր։ Melrose-ի վրա է։ Melrose and La Brea։ Դուք այդ ժամանակ փաստորեն Ես հələ ծնված չկայք։ Չէ, ես հələ ծնված չէի։ Չէ։ Իսկ ինչպես որոշեցիք, որ հենց Melrose-ի վրա բացեք։ Օ, էդի շատ հետաքրքիր բան է։ So այդ խանութը, որ ինքը աշխատում էր Pioneer Chicken, Crenshaw-ի վրա էր գտնվում։ Շատ մի քիչ tough area։ Բայց համել papan Hollywood-ում էր ապրում։ So Hollywood-ում ապրում էր, շատ էր գնում գալի ու ահագին տեղը ոնց որ գնաց եկավ, մինչև զգաց, որ ամենա action-ը ընդեղ էր։ Հա, աշխուժություն կար։ Աշխուժությունը կար այդ Melrose-ի, կակրաս Melrose-ի վրա։ Ասեց, եթե մի տեղ պիտի գտնեմ ու բացեմ, պիտի բացեմ։ Իսկ ովքեր էին աշխատում այդտեղ, այսինքն խոհարարները, ում հետ էր papan աշխատում։ Տատիկ ու պապիկիս հետ էր աշխատում, երբ որ գործավոր չկար, բոլոր ընտանիքով աշխատում էինք, այտենց ասեմ, ինքը աշխատում էր։ Family restaurant, քո իմացած family restaurant-ներ։ Բոլորով աշխատում էին, papas խոհարություն էր անում, դիմացներ աշխատում, սեղան աթոր էր դասավորում, ամեն ինչ էլ անում էր։ Բան չկար, որ ինքը չկպներ եւ մինչեւ այսօր։ Եթե ինչ կան ուզում ես ինքը դել չլնի, իր ամատը կա։ Բայց ինչի՞ չեք ուզում որ լինի։ Չէ, ուզում եք որ հանգստանա։ Ուզում եմ, մինչև վերջ ուզում եմ կողքս լինի, իհարկե։ Թորնիկի կողքը։ Ալեն, հետո բացվեց արդեն Glendale-ի մասնաճյուղը։ Ինչպես որոշեցիք, որ Glendale-ում բացեք, ինչպես եղավ պատմությունը։ Հայտնի դեմքերը սկսան մտնել հելնել, որտեվ մենք առաջինն էինք։ Օրինակ Dr. Dre, Tupac, Snoop Dogg, даже papa Snoop Dogg-ի ստուդիոն էթում deliver էր անում, ինքը շատ էր մտնում հելնում։ MC Hammer, Shaq all the time, Shaq-ը միշտ գնում գալիս էր, էլի կգա։ Halle Berry շատ մոտիկ բան էր տալի։ Arsenio Hall, Wayne Brothers, you name it, Eddie Murphy, Jay-Z, սաղ մտել եկել կերել են, հետո լավ sense ռեկլամ են արել մեր համար, այն վաղ տարբեր էր, so չունեինք sense բաներ, papas ահագին exposure ստացավ, որտեվ newspaper-ների մեջ դրեցին, այս դեմքերը շատ mention արեցին during awards։ Փաստորեն այն ժամանակել էր էլի կարևոր, որ այդ հայտնի ու հեղինակավոր մարդիկ իրենց կարծիքը ասեն, կիսվեն ու դա կլինի լավագույն գովազդը։ Էդի մեզ ահագին օգնեց, հետո բիզնեսը իսկականից սկսավ լավ գործ անել։ Եվ դա էր պատճառը, որ որոշեցիք արդեն Glendale-ում բացել։ Երկրորդը, որ եկավ ժամանակը բացելու, papas իր partner-ի հետ, որ մինչև այսօր partner են, անունը Ռոբերտ Ղազարյանն է, իմ քերինա, երկու տեղ էին նայում, Pasadena ու Glendale։ Բայց Glendale-ի վրա sense կանգ առան։ Հա, exactly ու բացեցին։ Ու այսօրվա օրով Glendale-ը արդեն բոլորը գիտեն եւ Այո, ու հենց ես Glendale եմ եկել առաջին անգամը իմ ու հետո էլի շատ մարդկանց ասել եմ եկեք գնանք այնտեղ հաց ուտելու, նույնիսկ մաման, որ էստեղ է լինում, միշտ այցելում ենք այդտեղ ու շատ ենք հավանում։
Հետո շատ հարմար է, որովհետև կարողանում ենք նաև առաքել ու էլի այդպես տակ-տակ հասցնում են տները։ Փորձում ենք, դժվար է, բայց փորձում ենք։ Thank you. Իսկ ո՞րն է այդ յուրահատկությունը, որ ունեն ձեր հավիթևիկները, կոնկրետ հավիթևիկների մասին է խոսքը, եւ ամենասիրելի ու երեխաները իդեպ շատ սիրում են այդ կարտոֆիլի free տեսակը, որ կլոր է։ Չգիտեմ, կարող է հիմա մարդիկ ասեն ինչ կա դրա մեջ, որ տենց հիացած խոսում ես, բայց չգիտեմ։ Ինչի իմ Ալեքսը, երբ որ մտնում է խանութ, առաջի բանը այն է, որ papa, please ինձ կարաս այդ կարտոֆիլը տասը։ Հատուկ այդպես արեցիք, որ երեխեքը սիրեն։ Էդի էլի papaիս ոնց որ մատներ մեջ, երբ որ իր կոնցեպտը բացել էր, ուղիղ straight fries էին տալի։ So հատուկ մի հատ գործիկ կա, մինչև այսօր այդ օրվանից 80 քանի թվից հələ ունենք այդ գործիկը մեր Hollywood խանութում։ Սարքում էր ձերքով ամեն օր մենք բան էինք անում ու ինքը այտենց դուրս էր գալի։ Այսօրվա օրով էլ secret չի, հիմա առնում ենք։ Մեր կոնցեպտը it's East Coast treats. So մենակ հավի թևերը չեն, որ մտնում է այդ մենյուի մեջ, ինչ որ East Coast-ից բերել ենք, West Coast ենք բերել։ So eta which makes what makes hot wings kind of special. Հիմա շատ տեղեր կան, որ այսօրվա օրով անում են, բայց մենք ենք ոնց որ էդի sense բերել մցրել, հա։ Հիշում եք ամենաշատ վաճառքը երբ եք ունեցել։ Շատ քանակով վաճառվող օրը գալիս է հեսա փետրվարի վաղտ։ Բոլորդ պատրաստվեք Super Bowl. Super Bowl is the single busiest day of the year for us. Ամենաբիզի, որտեվ ֆուտբոլը, ամերիկյան ֆուտբոլը ամենամեծ օրն է մեր համար, որտեվ it's the biggest chicken wing eaten day of the year. Էլ չեմ հաշվում են կողքի գազարն ու քարաուզը, որ դնում եք, ու այդ սոուսը ranch կոչվող, հա, այդ էլ բայց հատուկ ինչ որ բանով եք սարքում, չգիտեմ, տարբերվում է։ Ամեն ինչը, ասենց ասեմ, made in house։ Մենք ենք շինում in house։ So, էտա մեր ձեռքով ենք շինում ու մի քիչ we put our own twist on it. Ալեն, իսկ որ տարիքից դուք սկսեցիք մտնել այս բիզնեսի մեջ, որ տարիքից papan սկսեց ձեզ վստահել արդեն ու ասեց տղա ջան, գիտես ինչ։ Փոքր վախտմանից ոնց է իմ տղեն այսօր գալի, կողքս կայնում ու դաժե բաժակները լվանում է, խոհանոցի մեջ իր արևին աշխատում է, խաղոպար անում։ Ես էլ այտենց եմ մեծացել։ Երևի 15 տարեկանից 13, 14, այտենց արդեն աշխատում էի։ I was on the floor. Papan ոնց ասեց, պիտի արդեն գաս տղա ջան օգնես ինձ, պիտի այստեղ լինես։ Էդի երբ որ արդեն մեծացա իհարկե 16 տարեկանից, 16 տարեկանից ոնց որ շաբաթը 3-4 անգամ օրվա մեջ դպրոցից եթե արձակուրդներ կային ինչ-որ պիտի աշխատեմ։ So մտնում էի, հելնում էի։ Վճարում էր ձեզ ձեր հայրը։ Իհարկե, բայց պիտի սենց լավ ասեք իհարկե, որովհետև էդ էլ է շատ կարևոր երեխային այդ տարիքից սովորեցնել, որ դու պիտի աշխատես ու դրա համար պիտի վարձատրվես։ Հիմա պիտի գնայիք ուրիշի մոտ աշխատեիք, իր մոտ եք աշխատում, իր աչքի առաջ, իր ձեռքի տակ, այսպես ասած, ու դրա համար վարձատրվում եք։ Ողջունելի է։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Դպրոցում սկսեցի սովորել real estate. I was a policy planning development major at USC. Նկատի ունենք real estate, commercial real estate development. Մտա այդ ճյուղով, կոպիտ ասած ու զգացի որ իմը չի էթում։ Ես չէի ուզում թողեի իմ ընտանիքան այդ foundation-ը Փաստորեն մտնելով տարբեր մասնագիտությունների ձեռք բերելու ճանապարհների մեջ, տարբեր ոլորտներ ուսումնասիրելու, ինչքան էլ որ papan ձեր ասում էր գնա,
Ես հասկացա, որ միևնույն է դուք չէիք ուզում թողնել ձեր ընտանիքին մենակ։ Այո, ոնց որ sense ես Մի բան քաշել ձեզ բրավո, ետ։ ասեցի, ես փորձում եի էդի ասեի, չկարողացա։ Ոնց որ հետ մի բան ինձ քաշեց դեպի իմ ընտանիքը ու իմ ընտանեկան ստեղծած ոնց որ foundation-ը։ Ու ուզում եի էդի ոնց որ շարունակեի ու տեսնեի ուր կարա հասնի։ Այսօր վարով papas կա, քերիս կա, էլի աշխատում են ու կան, բայց վերջով ընկնում է մեր ուսերի վրա նոր generation-ը։ Ու էտել ես եմ ու cousin-ս է։ Մեր ձեր սերունդը, այսպես ասած, ավելի միտքը առաջ է, ավելի նորաձև, ավելի աչքը ճկուն, հա, տեսնում եմ միանգամից ինչ կարելի անել, որտեղ կարելի մտնել։ Փորձում ենք մտնենք, հելնենք, մենք փորձում ենք այդ network-ը ստեղծենք, որ կարողանանք հիմա մի քիչ ավելի տարբեր sense ոնց որ քայլեր անենք, որ մի category վերև է թա, ոչ թե մնա ու sense level մնա։ Մի սանդղակ ուզում եք բարձրացնել, բայց ի՞նչն եք ուզում փոխել։ Անգլերենով մի հատ խոսք կա, ասում են if it ain't broke don't fix it։ Եթե կոտրված չի, սարքելու կարիք չկա։ Ամեն տարբեր ձևերի էկոնոմիայի բաներով անցել ու այսօրվա օրով հələ կա աշխատում է ու լավ է աշխատում, իհարկե լավ հաճախորդություն ունենալը շատ կարևոր բան է։ Այսօրվա օրով ունենք էդի, շատ բախտավոր ենք, թու։ Իսկ հայերն են ավելի շատ ձեր հաճախորդը։ Հայերը իհարկե, մեր հայերը եթե չլնեին այսօրվա օրով ինչ գործ ուզում ես դիր, հաջող չի էթա։ Մենք հայերս ամենալավ տեղերը գիտենք, առաջինը գնում ենք մենք։ Այդ նկատի ունեմ։ Ամենալավ հագուստները, բրենդները մենք ենք հագնում, մենք գիտենք։ Որտեղից ենք իմանում։ Մեքենաները կլինեն, հեռախոսները կլինեն, ռեստորանները կլինեն, ուտեստները կլինեն, ամենալավը առաջինը իմանում են հայերը։ Կարծած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuam.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ունենք 5 location։ Ունենք 5 location։ So Glendale-ից Pasadena-ն բացեցինք։ Pasadena-ն բացավ 2000 թվին։ Հետո 4-րդը Վալենսիայում էր գտնվում, Magic Mountain-ի կողմերը։ Այդ մեկը առաջի ռեստորանն էր, որ մի քիչ տարբեր կոնցեպտով բացեցինք։ Որն էր տարբերությունը։ Full bar and grill։ Մեծ տեղ էր ավելի։ Մենք բոլոր մեր ռեստորանները կաֆեներ են։ Այս մի հատը մի քիչ ավելի մեծ ճոխ տեղ էր, full liquor-ով բացեցինք, ալկոհոլով, ու շատ սիրուն տեղ էր, աշխատեցինք, բայց մի քիչ շատ գլխացավանք կար այդ խանութի մեջ, so էլի ծախեցինք ու հելանք դուրս։ Fast forward մի քիչ Sherman Oaks-ը բացեցինք։ Sherman Oaks-ը Ventura-ի վրա ու Van Nuys։ So վերջինը էդի էր։ Այսինքն 4 հատ հիմա։ Կոնկրետ 4 հատ։ Կոնկրետ 4 հատ հիմա։ Իսկ էլի կան նպատակներ շատացնելու։ Այո, իմն ու cousin-իս ուշք ու միտքը այնն է, որ ոչ թե մենակ մի հատով, մենակ 5-րդով, այլ 6-րդ, 7-րդ ու ultimately franchise։ Ինչպես եք հասկանում, հասկացանք, մարդաշատ պիտի լինի, parking-ը լավը պիտի լինի։ Տեղը պետքա լավ attraction պիտի ունենա։ Պետքա աշխուժ լինի։ Մարդաշատ, հա, աշխուժ։ Պարզ է արդեն, պետքա it needs to be appealing, բայց պետքա տեսնես քո ժողովուրդը, քո հաճախորդը ով պիտի լինի, ամենակարևորը։ Հիմա մենք գիտենք, որ մեր հայերը սիրում են hot wings, բայց մենակ հայերով չի։ Վերջով պետքա
You have to have a big demographic base. Դե որտեվ այստեղ տարբեր ազգեր են ապրում։ Bravo. So ինչքան կարողանանք այնց մի տեղ ընկնենք, որ կարողանանք բոլորին sense գրավենք, ամենակարևորը դա է։ Իսկ որ տեխնոլոգիաներից եք օգտվում։ Այս վերջերս հիմա մեր գործը դեպի ոնց որ delivery է այդում, որովհետև ժողովուրդը շատ sense busy են։ Այսօրվա օրով Postmates լինի, DoorDash լինի, Uber Eats լինի, շատերը այտենց են օրդեր անում։ Էդի բայց իր առավելություններ ունի ու մի քիչ էլ ոնց որ իրանց also has its downside, not so good, որովհետև ինչքան travel անում ճաշը, այդքան ոնց որ իր quality-ն also ընկնում է։ Բայց ես ու cousin-ս այդ company-ների հետ աշխատելով կարում ենք մենք մեր research անենք իրանց հետ ու ոնց որ իմանանք որտեղ է popular։ Մի հատ orders կոնել research կանեք, հա։ Անպայման նոր իմացա անպայման։ Կա կարծիք, որ ինչքան ռեստորանը ավելի երկար է գործում, այնքան ռեստորանի որակը աշխատանքի կամ ուտելիքների ընկնում է։ Չէ՞ որ սկզբից որ նոր բացում ես, ասում են օ շատ լավ տեղ են բացել, շատ համեղ հաց են տալիս, հետո մեկ էլ կարծիք է գալիս, որ փչացրել են այնտեղ ուտելիքը։ Իհարկե, լինում է։ Որն է այդ պայմանը կամ գաղտնիքը, որպեսզի կարողանաք պահել ձեր ուտելիքի բարձր որակը։ Դրա գաղտնիքը այն է, որ պիտի միշտ գլխին լնես։ Եթե դու քո գործի գլխին չես, շատ հեշտ է որ դու քո quality-ն կորցնես, դու քո անունը կորցնես ու դա ժամանակի ընթացքում ինչքան էթում է, այդքան ավելի շուտ կարող անգնի։ Ամենադժվար բանը այն է, որ company-ները իրանց product-ները փոխում են ժամանակի ընթացքում։ Փոխվում է, նոր բաներ են բերում, հին բաները որ օգտագործում ենք, որ մեր հիմքներ փոխվում է, հետո նոր brand պիտի օգտագործես, այդ նույն brand-ը առնում ես ու նույն համը չի տալի, էդի է դժվար մասը մեր գործի, որտեվ շատ բաներ են փոքր բաներ են փոխվում ու այդ փոքր բաները հետո շատ մեծ էֆեկտ են տալի։ Արագ ուտելու սնունդները հիմա աշխատանքից դուրս ես գալիս լանչի, եթե մոտ չի կամ չես պատվիրել, արագ այդտեղ ինչ որ կա ուտում ես ու գնում ես, հա։ Չեն ուզում սպասեն։ Հա, չեն ուզում սպասեն, ժամանակը թանկ է ասելով, արագ ուտում են ինչ որ մի բան, գնում հետ աշխատանքի։ Բայց օրինակ իմ նման մարդիկ պիտի անպայման, ես եթե չլինի օրինակ hot wings-ին չեմ ուտում։ Լիքը դեպքեր ա եղել, որ ես ուղղակի չեմ կերել, որտեվ ասել եմ, ես էդ եմ սիրում, դե հիմա չեմ ստիպելու ինձ։ Տարբեր են մարդիկ, ու ես կարաս դնես, Ռավճան կարաս չդնես։ Շատ աստացում գոհ եմ, ոնց որ այս մարդիկ ինձ վարձել են, որ ես իրանց գովազդը անեմ, սենց կպած, բայց իսկական շատ եմ սիրում։ Thank you, իսկականից, իրոք ազգացված եմ, որ շատ եք գովում, thank you։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Ալեն կգա մի օր, որ ձեր տղային Ալեքսին, որն ի դեպի աղջկա դասարանից է, դուք կբերեք դեպի էլի ձեր ընտանեկան բիզնեսը։ Անպայման։ Այդեան է նա, որ շարունակենք։ Որովհետև դուք խոսում եք ապագայի այդքան մեծ պլանների մասին, այդքանը նայել է պետք, այդքանը տերություն անել է պետք։ Երրորդ generation-ն է, բոլորը Ալեքսը որ մտնում է, ասում են իսկական բոսը մտել է։ Ահա։ Արդեն ինքը իր ոտը դրել է։ Բայց վերջը ոնց իմ papas ինձ ասեց, հեն վախտը որ եկավ, ուզում եմ դու քոնը անես, ես նույնը պիտի անեմ իմ տղուս, եթե ինքը ինձանից լավը կարող անի, թող անի։ Ես կյանքում դիմացը քար չեմ դնի։ Ուղիղ sense կմտնի խոհանոց ու կսկսի։ Տանակը կվեկալի, papa ուզում եմ սալատ շինեմ, սալատը կշինի, մեկ էլ կեթա
ուզում եմ էփեմ ընդ իրանց ասա ինձ հավեփեն, sense ուղեղը աշխատում է։ Հետո շատ անգամ օրինակ եղել է, որ ձեր մոտ եղել ենք ու դուք հյուրասիրել եք առանց իմանալու թե մենք ով ենք, շատ եք հյուրասիրություններ անում։ Անպայման, ինչու՞ չէ։ Դա էլ է, չէ՞ գրավում։ Անպայման։ Մի տեսակ ժեստ է, դել հայերին հատուկ։ Մենք հպարտանում ենք մեր ուտելիքով, ուզում ենք share անենք, եթե մեկը չի փորձել, թող փորձեն։ Հետո այստեղ հիշեցի, որ նշեցիք, որ papan շատ առատաձեռն է, ու այդ մարդկանցից երևում է, այն որ մտնում ես իրենց օջախ, տեսնում ես, չէ, ինչպիսի մարդիկ են, հյուրասեր, առատաձեռն, ու ասում են ինչքան որ տալիս ես, Աստված քեզ այդքան հետ է տալիս։ Անպայման։ Դա շատ ճիշտ խոսք է։ Ես ուզում եմ, որ Աստված papayin էլ առողջություն տա։ Ձեր հայրը ով ստեղծել է, իմ տարեթվին ստեղծվել է, այսպես իմ ծննդյան տարեթվին ստեղծվել է Hot Wings-ը, մի տարի ես կողմեն կողմ։ Տեսակ տարիքս էլ ասեցի։ Հա, լավ զուգադիպություն։ Զուգադիպեց, հա։ Ու մինչ այսօր գործում է, մինչ այսօր ինքն էլ առողջ ու ձեր կողքին է, ու հիմա արդեն հպարտանում է իր արածով ու թողել է ձեզ, որպեսզի դուք շարունակեք։ Բայց գալիս է, չէ՞, ասացիք, գալիս է այնտեղ։ Անպայման, հա, ինքը ամեն օր է գալիս է։ Պապաս այսօրվա օրով համարյա 70 տարեկան է, բայց չի ցույց տա։ Իր էներգիան կյանքում չի բրծնի։ Եվ կարևոր է դա, որտեվ ինքը ամեն օր աշխատում է։ Եթե ինքը տունը նստի, չգիտեմ ինչ կլինի։ Պիտի աշխատի։ Թեկուզ գա գործի տեղը ու մենակ նստի, նստել չունի։ Թեկուզ գործ չունենա, պիտի մտնի։ Պիտի մտնի իր աշկով տեսնի։ Սրանք են հաջողության պատուղները, որոնք որ ժամանակին ցանում են մեր հայրենակիցները օտար երկրում ստեղծելով մի տեղ, որտեղ կարելի է համեղ հաց ուտել։ Ինչպես եք սիրում ժամանակ անցկացնել ընտանիքով։ Ուր եք գնում։ Երեկոները ոնց եք անցկացնում։ Լինելով այդքան զբաղված անընդհատ գործի մեջ։ Իա, շատ լավ։ Ես ու Անան շատ ենք սիրում, մեր dinner date-երը այդանք։ Ինչ լավ է որ պահում եք։ Անպայման ամենակարևոր բանն է։ Սիրելի ամուսնացած կին եւ տղամարդ անպայման ունեցեք date օրեր, date night-եր, այո։ Դուրս եկեք ժամանակ տրամադրեք իրար, այս Hot Wings-ի հետ կապ չունի, բայց քանի որ Ալենի հետ եմ խոսում, շատ լավ բան ասել։ Շատ լավ, շատ կարևոր է, ամենասիրուն բանն է, կարող ենք խորհրդակցենք իրար հետ ու խոսանք ու Առանց երեխաների դուրս գալ ժամանակ երեկո անցկացնել, չէ, կարևոր է։ Շատ կարևոր է։ Մանավանդ որ այդքան զբաղված առօրյա եք ունենում, ամուսինը դրսում է աշխատում, կինը երեխաների հետ է զբաղվում, իմանալով ձեր ընտանիքը դրա համար եմ ասում։ Անջատվելը ամենալավ բանն է։ Հա, միասին երկուսով փախնեք երեկոյան մի տեղ։ Ամենասիրած տեղը հանգստի շատ հեռու տեղ չի, եթե Վեգասել ենք շատ սիրում, Վեգաս գնալը իհարկե այդքան հանգիստ չի, ոնց որ այդում ես որ հանգստանաս, բայց բարձվում է երբ հետ ենք գալի, էլի պիտի հանգստանալ, այո։ Միշտ տենց է ստացվում է։ Բայց մեկը գնում են։ Այս ժողովուրդը մեկը գնում է։ Ես ու Անան գնացել ենք Դուբայ, գնացել ենք Փարիզ, այնքան տարբեր տեղեր ենք գնացել, բայց ամեն անգամ մի տեղ մտնելուց ոնց որ sense նոր idea ենք հավաքում։ Իդեպ Աննան ձեզ օգնում է այս բիզնեսի հետ կապված կամ թեկուզ այդեաների հետ կապված միշտ։ Աննան իհարկե կողքս է, ամեն ձևով է ինձ օգնում, համ ինձ դուխ է տալի, դա ամենաուժեղը, որովհետև մտքերիս մեջ եմ տարվում ու խորը մտածում եմ ինչ կարամ անեմ այս գործով, ոնց կարանք ուժեղացնենք ու ինքը սենց ինձ հանգստացնում է, ասում է ամեն ինչ լավ կլինի, դա շատ մեծ օգուտ է, երբ որ խանութի մեջ խնդիրներ են ելնում։ Շատ անգամ ես չեմ կարող, մեկ չեմ կարող ճիշտ ձևի վերաբերվեմ աշխատողների հետ, բրավո։ Ու ինքը կարող է դա մի քիչ sense ինչ կարևոր է։ Շատ կարևոր է, այդ էլ է շատ կարևոր, որտեվ ես մի քիչ maybe կարամ կոպիտ լինեմ գործավորների հանդեպ կամ maybe too easy sometimes, so այդ բաները խորհրդակցում եմ Անայի հետ ու ինքը կարող է այդտեղ գալիս է օգնության խորիմաստ կինը։ Այո, բացի դրանից էլ ինքը շատ է օգնել հաճախորդության հետ, որովհետև ինքը CHLA-ում էր աշխատում եւ CHLA-ն Children's Hospital-ն է
իրանք մեծ քանակով օրդերներ են ընդհանրապես տալի, ոնց որ contract-ով, շաբթական, ամսական, 2 շաբաթը մեկ ու մենք այդ հարաբերությունը չունենք իրանց հետ, անան ոնց որ էդի միացրեց մեր հետ, ասեց մի հատ լավ ռեստորան գիտեմ, որ գիտեմ իրանք լիստ ունեն տարբեր ռեստորանների հետ, որ կարող են աշխատեն։ Անան մեզ այդ լիստի մեջ դրեց ու հաջողցրեց մեր հարաբերությունը ու սկսանք իրանց էլ cater անել։ Համել մեծ ստուդիաների հետ սկսանք աշխատելու, Paramount Studios, Warner Brothers, AV Squad, Chainsaw Productions, you name it. Բա ոնց եղավ համագործակցությունը։ Իրանք մտան մեր խանութի մեջ, office lunch արեցին, հետո պատահական, հետո տեսան, որ ճաշը շատ լավն է ու մեր մենյուն շատ հետաքրքիր ձևի է կազմած, որ մենք կարանք շատ մեծ քանակով շինենք ուտելիքը ու շատ արագ ձևի serve անենք էդի։ So շատ տեղեր կարող է hot wings ծախեն, բայց այդ մեր ձևով չեն կարող անեն, մեր քանակը ու the speed and quality. Արագությունը եւ որակը։ Yeah, so այս մեծ ստուդիաները սիրեցին ճաշը ու սկսան արդեն մեծ catering order-ներ պատվիրել մեզանից ու այտենց էտել մեզ ահագին ոնց որ օգնեց։ Այո, մարդուն մարդ է պետք։ Ավետ Բարսեղյանը ունի այսպիսի բանաստեղծություն կարծեմ, հետո մի առիթով ամբողջությամբ կասմունք եմ ձեզ համար, բայց այսօր թերևս այդ միտքը շատ կարևոր է ունենալ ու պահել ճիշտ ժամանակին հանդիպել ճիշտ մարդկանց, աշխատել, լինել աշխատասեր, ունենալ լավ ընտանիք, պահել ու պահպանել։ Ավելացնեմ, պապաս Քրտնաջան աշխատել է, որ հասցնի այս գործը, ուր որ հասցրել է, ու մենք էլ այսօրվա օրով ուր կհասնենք չեմ անում, բայց բախտն էլ է շատ կարևոր։ Միշտ ես ասում եմ, բախտը շատ կարևոր է։ Օ, բախտս բերեց այստեղ նկարվեցի, բախտս բերեց, բայց մաման ինձ միշտ հուշում էր իմ մայրը, որ մի ասա այդպես, որովհետև քո աշխատանքն էլ կա։ Պապասել է այտենց ասում։ Ամեն դեպքում նաև հակված եմ այն մտքին, որ եթե մարդը իսկապես աշխատում է, չարչարվում է, մեկ է մի օր հասնելու է տեղ։ Անպայման։ Դրա համար երևի խորհուրդ տանք երիտասարդներին կամ ովքեր որ ուզում են նմանատիպ բիզնես սկսել, կապ չունի ինչ գործով կզբաղվեք։ Այօնեք հետաքրքիր է ձեր կարծիքը։ Պիտի գնաս առաջ, թե եթե ինչ-որ մի բան չի ստացվում, մարդիկ հիասթափվում են, սրտնեղում են, թողնում են, փակում են, գնում են ուրիշ բան են անում։ Ինչ խորհուրդ կտաք։ Իմ խորհուրդը դա է, որ եթե դու մտքիդ մի բան դրել ես, պետք է անես։ Եվ չկայնես, որովհետև կյանքում շատ խոչընդոտների դիմաց կարող է կյանքը շատ բաներ է բերում, բայց եթե դու ուղեղիդ մի բան դնում ես, պետք է անես։ Դա իմ խորհուրդը։ Don't stop. Միշտ keep pushing. Եթե constantly push անես, որը մի տեղ կգա, որ կհասնես դու քո նպատակին։ Շատ լավ Ալեն ջան, եթե ավելացնելու բան չունեք, փակենք։ Չէ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ դուք ինձ այսօր հրավիրեցիք այս շատ սիրուն ստուդիայում։ Եվ լսեցիք մեր պատմությունը։ Հույսով եմ, որ սրանից հետո ավելի շատ մեր անունը կտեսնեք տարբեր տեղերում, I don't know, տեսնենք։ Ես էլ մեծ հույս ունեմ, որ մարդիկ իմանալով ձեր պատմությունը ավելի շատ կգնահատեն ու ավելի շատ կուզենան աջակցել ձեզ ու գալ ձեզ մոտ եւ վերջապես ուտել ամենահամեղ հավի թևիկները եւ ոչ միայն։ Ես էլ Աննային եմ իդեպ շնորհակալ ձեր տիկնոջը, որտեվ իր միջոցով եմ կապվել ձեզ հետ ու մեր հանդիպումը կայացել է։ Thank you babe։
Այսքանը հարգելիներս մենք կհանդիպենք հաջորդ անգամ, եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ էպիզոդները, ապա առաջարկում եմ հետևել մեզ Instagram-յան եւ Facebook-յան մեր տիրույթներում, տեղեկանալու համար թե երբ է լինելու եթերում, ինչ է կատարվում մեր հաղորդման շուրջ եւ իհարկե ամբողջական տարբերակը ծրագրերի կարող եք դիտել YouTube-ով։ Լավ եղեք, կհանդիպենք։